Ukrenius լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք անջատում ենք աղմուկը, լրահոսի բոլոր թարմացումները ներկայացնում ամենօրյա ռեժիմով և հնարավորություն ենք տալիս ձեզ ընտրել լուրերի ձեր հարթակը։ Սրբազան պայքարի նոր շունչը կամ երբ պայքարը դեռ չվերսկսված տապալվում է։ Առավոտից համացանցը պայթեցրեց պետական հեղաշրջման տապալման և սրբազան պայքարի անդամների նկատմամբ հետապնդումների մասին լուրը։ Հայաստանի քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի սրբազան պայքար անվանունով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում հեղաշրջում իրականացնել։ Այս ժամին նույնիսկ պարզ դարձան, թե զինված իշխանությունը ինչ գործիքներով է իրականացնելու այս ամենը։ Խուզարկություններ Բագրատ Սրբազանի և նրա համակիրների տանը, գործողությունների շղթան շարունակելի։ Սիմոն Հովհաննիսյանի տապալված կամ նույնիսկ չսկսված հեղաշրջման մասին պատմությունները ռեպորտաժում։ Այս և սրա նման այլ, բայց մետաղական իրեր ըստ էության զինված իշխանափոխության գործիքներ պիտի դառնային քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունների համաձայն։ Երկաթե իրերը նախատեսված էին ավտոմոբիլների անվադողերը ծագելու համար, որպեսզի երթևեկությունը կատվածահար լիներ, բայց քննչական կոմիտեն այլ մանրամասներ է հրապարակել։ Ըստ էության զինված հեղաշրջում կանխելու մասին են հայտնում քննչական կոմիտեից։ Ասում են սրբազան պայքար անունով շարժումը ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար միջոցներ ու գործիքներ։ Հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հիմնարկներ, տեխնոլոգիաներ, հիմնականում ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով արկածախնդիրներին։ Մեկ տասնյակից ավելի մարդկանց անվանատառեր է հրապարակել քննչական կոմիտեն առավոտյան։ Այդ մարդիկ ըստ իրավապահ կառույցի մտածել, քննարկել ու իշխանափոխության պլան են գծել։ Այդ մտածմունքներն ու քննարկումներն ընդհանուր առմամբ մոտ 20 րոպեանոց ձայնագրությամբ են ներկայացնում քննչական կոմիտեից։ Դրանցում հիմնական խոսողի ձայնը թվում է, թե Բագրատ arczepiskoposինն է։ Ասում եմ, չբռնենք ամսի 4-ին, ես մեր խմբերին ասենք պատրաստվեն։ Ասենք նախապես զվանով կան ասենք պատրաստվեն, իսկ սան գալիս են մայրատով, իխում կամ գնանք մայրատով, սրանց ընդեղ ջարդ ենք, քշենք, կոտորենք, ու դες քշենք երևան խմբերին ասենք ժամը ես էշին պատրաստվենք սա կարգել։ Քանի դեռ սրբազան պայքարի կողմից հերքում չի եղել, շրջանառվում են նաև վարկածներ, թե այս ձայնագրությունները կարող են նաև գեներացված լինել արհեստական բանականությամբ։ Այսօր սրբազան պայքարի մի շարք մասնակիցներ, այդ թվում Բագրատ Գալստանյանը, բերման են ենթարկվել։ Ի դեպ, մի քանի օր առաջ ձերբակալվել և հիմնականում բաց էին թողնվել շարժման ու հայ հեղափոխական դաշնակցության որոշ անդամներ։ Չարիք, լավ լսի։ Ինչ էլ որ սարքել լինես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգան։ Նախաձեռնված քրեական վարույթով առավոտից խուզարկվում են Բագրատ arczepiskopos Գալստանյանի և սրբազան պայքարի մյուս համակիրների տները, հայտնում են շարժման անդամները։ Խուզարկություններ են նաև դաշնակցականների տներում։ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արմատամարտիկ Իլիս Սարգսյանի բնակարանը, որտեղ վաղ առավոտվանից ԱԱՏ ծառայողները նաև դիմակավորված խուզարկություն են իրականացնում, թույլ չեն տալիս որևէ մեկը ներս մտնի։ Ըստ քննչական կոմիտեի 25 հոգանոց մոտ 200 հարվածային խումբ պետք է կազմվեր խաղաղ պայքարին զուգահեռ, որոնք դարանակալելու էին կառավարության շենքն ու ամեն գնով կատարեին իրենց առաջ դրված խնդիրները։ Նաև ասվում է, որ խմբերից ոչ մեկը մյուսի խնդիրը չպետք է իմանար։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ հեղաշրջման պատրաստվողները քարտեզներ են ձեռք բերել և Երևանի լուսացույցներն անջատելու տեղերը ճշտել, որ երթևեկությունը կաթվածահար անեն։ Ըստ կառույցի ձեռք են բերվել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ։ Հանրապետությունը ներգրավել տերորի մեջ, հասնել ինչ-որ մի գործողության, այդ 25 հոգանոց ջարդահար խմբերը, որոնց կազմում կային նաև ղարաբաղցիներ, պետքա ջարդեին, սպանեին ու մերձնեին մարդկանց, այս տահակներն էլ այդ ընթացքում պետքա գային իշխանության, հետո էլ արդեն պատերի տակ մարդ պետք է գյուլեին։ Խախտելով անմեղության կանխավարկածը Փաշինյանն էլ շտապեց հայտարարել, իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու քրյա օլիգարխակղերական խոշոր ու եղկելի պլանը, գրել է նա Facebook-ում։ Ի դեպ, նախօրեին իր աղբյուրներին հղում անելով Civic լրատվական կայքը հրապարակեց իբրև թե հեղաշրջման պլան, որտեղ քայլ-քայլ ներկայացնում է, թե ինչ ժամկետներում ու ինչ միջոցներով է ընդդիմությունը պատրաստվում հեղաշրջում անել։ Ըստ այդ պլանի վարչապետի թեկնածուն Բագրատ Գալստանյանն է։ Պլանում քայլերի հաջորդականությունն է ու ռեսուրսների ցանկը, որևէ աղբյուր չունեցող այս մի քանի էջանոց պլանով վարչապետն է կիսվել իր էջում։
Այս process-ը պատմության մեջ կմնա որպես տահակների ձախողված հեղաշրջում։ Գրում է նա, իսկ ԱԻՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը մանրամասն բացատրում է պլանի ծրագիրը, ասում, թե որ կետն ինչի համար է գրվել։ Անդիմության այսպես կոչված հեղաշրջման պլան։ Գործողությունների ծրագիր, որտեղ քայլերի հաջորդականությամբ պետք է տեղի ունենա հետևյալը։ Ալեքսանյանն իր խոսքով ոչ միայն հավատում է նրան, որ պլանն իրական է, այլև այն արդեն ձախողված համարում։ Ինձ թվում է այս հեղափոխության պլան գծողն ու քաղաքապետարանի Խաչմերուկի նոր երթևեկության պլան գծողը նույն մարդն է։ Այսպես է արձագանքել ընդդիմադիրներից Լևոն Քոչարյանը, որի հոր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը պլանի մարդկային ռեսուրսներ բաժնում է ընդգրկված։ Այս կադրերում, որ քննչական կոմիտեն է հրապարակել, երևում է երեկվա փաստաթղթի բովանդակությամբ եւս մի փաստաթուղթ, որը գտել են խոզարկության ընթացքում։ Թղթի մասը, որը փակ էր Civic-ի հրապարակման մեջ, բաց էր քննչականի մոտ։ Այդ մասում ամսաթիվներ երևում։ 2024-ի համար էր այս պլանը, որը պետք է որ արդեն իրագործված լիներ նախորդ ամռանը։ Քննչական կոմիտեն խոզարկությունների ընթացքում ամրաններ է գտել, զենքեր, նկարներից երևում են որսորդական դիպուկահար եւ այլ հրացաններ։ Մոտ 90 խոզարկություն են արել, հայտնում են քննչական կոմիտեից եւ ավելացնում, որ 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կա, 14 անձ ձերբակալված է։ Սիմոն Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Հիմա հասկանանք, թե Բագրատ Գալստանյանի անվան հետ կապվող ռազմական հեղաշրջման թվացյալ փորձը, որ հոդվածներով է արտացոլվում։ Բագրատ Սրբազանի փաստաբանները տեղեկացնում են, որ նա մեղադրվում է ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման փորձի մեջ։ Նրան արդեն տարել են դատարան։ Փաստաբանները քաղաքական հետապնդում որակեցին գործողությունները, նշելով, որ դրանք նպատակ ունեն թուլացնելու ընդդիմությանը, ձերբակալելու բոլոր ակտիվ գործիչներին։ Փաստաբաններից մեկը նշեց, այն փաստերը, որոնք հրապարակել է քննչական կոմիտեն, չեն համապատասխանում իրականությանը։ Հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Ակնկալում են, որ այդ ձայնագրությունները կրկնակի փորձաքննության կենթարկվեն, դրանց իսկությունը ապացուցելու համար։ Մինչև լուրեր են հունցվում, դավադրության տեսություններ մշակվում ու վերլուծությունների մեծ հոսք է տարածվում, ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է խոզարկություններ իրականացնել։ Սյունիքի նախկին մարզպետ եւ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի ու նրա կնոջ Պարա TV-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանի տանը իրավապահներն արդեն հասցրել են լինել։ Առգրավվել են հեռախոսները, կան տեղեկություններ, որ Էլիզաբեթ Պետրոսյանը բերման է ենթարկվել։ Պաշտոնաթող գնդապետ եւ Սրբազան շարժման աջակից Միհրան Մաղսուդյանը նույնպես ձերբակալվել է, իսկ Մաղսուդյանի որդին հայտնել է, որ խոզարկություն եղել է իրենց Իջևանի եւ Ոսկեպարի տներում։ Բերման են ենթարկվել նաեւ գործարար Տիգրան Գալստյանը, զոհված զինվորի հայր Արա Ռոստոմյանը եւ ուրիշներ։ Ընդդիմությունը աղմկահարույց հեղաշրջման պլանի մասին իր դիրքորոշումն ունի։ Հայկ Մամիջանյանը կարծում է, որ պլանը մեկ գիշերում է գրվել։ Հեղինակի անունն էլ Վահագն Ալեքսանյան է։ Եթե կարծում եք, որ հորինված բաներ եմ խոսում, դիտենք անդրադարձներ քաղաքական գործիչներից, հասկանալու նրանք այս անակնկալ դրության մեջ ինչ սցենար, պատճառներ ու հետևանքներ են տեսնում։ Հրապարակվել է ընդդիմության հեղաշրջման պլան։ Վահագն Ալեքսանյանը Facebook-յան իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է գործողությունների այն ծրագիրը, որտեղ շարադրված քայլերի հաջորդականությամբ պետք է իրականացվեր իշխանափոխություն, իշխանության բնորոշմամբ հեղաշրջում։ Սկզբից թիրախավորում Հայաստանի Հանրապետության վարչապետի, հանրության շրջանում անհանգստության եւ հուզմունքի առաջացման փուլ պետք է լինի, դրանից հետո թիրախային ապատեղեկատվության տարածման պետք է անվստահություն սերմանվի քաղաքացիական պայմանագրի եւ առհասարակ իշխանության շարքերում պետք է գործի դրվի շշուկների արշավը, այսպես կոչված։ Վահագն Ալեքսանյանի խոսքով հաջորդ գործողությունը կլինի այն, որ եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ, որին պատգամավորը Ավազանի անունով է ներկայացնում, պետք է հայտարարի, որ իշխանությունը այլևս չունի եկեղեցու օրհնությունը։ Ըստ ընդդիմության ենթադրյալ ծրագրի, տեսանյութի հրապարակման հաջորդ օրը առավոտյան սկսվել են Սրբազան շարժման մի շարք մասնակիցների տների խոզարկություններ եւ ձերբակալություններ։ Ընդդիմադիրները պնդում են, որ հեղաշրջման այդ կեղծ ծրագրի տարածման նպատակը ձերբակալություններն իրականացնելու համար հող նախապատրաստելն էր։ Հեգնանքով վերաբերվում Վահագն Ալեքսանյանի մի ողջ գիշերվա աշխատանք։ Մարդը մի գիշեր նստել է, ապուշությունները գրել է, հետո տպել է, հետո սկան արել, դրել է իր Civic-ում,
Չէ, գնահատում այդ աշխատանքը։ Իշխանությունները, նաև քննչական մարմինները պնդում են, որ ծրագրի բացահայտումը կանխել է վտանգավոր զարգացումներ, սակայն ընդդիմադիրները կատարվածը համարում են շինծու եւ նպատակաուղղված։ Հեղաշրջման պլանը երեք մտածում ենք, որ դա միտումնավոր են արել, այսօր արդեն համոզված ասում են, որ այդ պլանը գցել են այդ անհեթեթ պլանը, որպեսզի այսօր իրականացնեն այս խուզարկությունները, որտեղ հստակ ասեմ, վախեցած են, Սրբազանի ասած, վախը ծնկների մեջ է։ Ընդդիմադիր պատգամավոր Գառիկ Դանիելյանի խոսքով այդ ծրագիրը հորինված պատմություն է, իրենք իշխանափոխության համար վաղուց են պայքարում։ Դե կարային ավելացնեն, որ քեներու սպանության մեջ էլ է մասնակից Սրբազանը։ Չէ, դե տենց Դե կարան, ի՞նչ է, խիչի, եթե այդքան կարում անի, խիչի կարանի։ Խիչի կարանի։ Ես նկրտումներ չունեմ, Նիկոլը նկրտումներ ունի, 7 տարի է իշխանափոխության ծրագիր կա, էլի, չգիտեք, որ ծրագիր իշխանափոխությունն է։ Իշխանության ներկայացրած փաստաթուղթը վկայակոչելու ֆոնին ընդդիմադիր պատգամավորներն ընդգծում են նման բացահայտումներ, այդ թվում հեռախոսազրույցների ձայնագրության տեսքով հնարավոր է պատրաստել նույնիսկ մի քանի րոպեում արհեստական ինտելեկտի միջոցով։ Ուրեմն նման ձայնագրություններ, նման սկրինշոթեր ես կարող եմ յուրաքանչյուրի անվան տակ կան հասանելի ինտերնետ կայքեր, որ կարող ես այդ ամեն ինչը անել։ Այսօր AI-ի օգնությամբ ամեն բան հնարավոր է անել, հա։ Ես կարամ ամեն բան, որ չգիտեմ, մի քանի րոպեվա ընթացքում հասանելի դարձեմ հանրությանը։ Ես դրանց չեմ հավատում, դրանք բոլորը շինծու գործեր են։ Ընդդիմադիրների պարզաբանումների ու հակադարձ մեղադրանքների շուրջ փորձեցինք լրացուցիչ տեղեկություն ստանալ Վահագն Ալեքսանյանից, բայց նա հրաժարվեց հավելյալ բացատրություններից։ Բայց տարածել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձել է ձայնագրությանը, նշելով. «Յուղը պիտի լցնեին, որ հրդեհեին ավտոբուսը, որում անմեղ մարդիկ են, կանայք, երեխաներ, ուղղակի պատահական մարդիկ, ինչով են տարբերվում Ալ-Քաիդայից»։ Հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխությունը, այն էլ arczepiskoposi աստիճան ունեցող հոգևորականի նախաձեռնությամբ, ընդդիմադիրները անհեթեթ են համարում։ Որ ես այս 7 տարիների ընթացքում երբևէ որևէ հակասահմանադրական գործունեության կամ պլանների մասին չեմ լսել, ներառյալ Սրբազան պայքարի շրջանակներում։ Ուստի խոսել դրա մասին ես ձեզ չեմ թիրախավորում, ուղղակի նախադասությունն եմ ասում։ Բագրատ Սրբազանը, հայ առաքելական եկեղեցու arczepiskopos, նման ահաբեկչություններ ծրագրել, ասենք ինչ-որ սահման պիտի լինի, էլի աբսուրդի, մարազմի սահման պիտի լինի։ Հեղաշրջման պլանի շուրջ մեկնաբանությունները հակադիր բևեռներում են։ Իշխանությունն այդ պլանի մեջ պետության համար վտանգավոր դավադրություն է տեսնում։ Ընդդիմությունն այն որակում է հերթական շոու, քաղաքական ճնշման նպատակով։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Իսկ վարչապետի տիկինը պետական հեղաշրջման պլանում ենթադրաբար Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունն է փնտրում։ Արդեն հայտնի փաստաթղթերի արտահոսքից հետո Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, արտահայտելով իր անհանգստությունը ազգակործան պատուհասի եւ իր համակիր աղանդավորականների անունը վերոնշյալ փաստաթղթերում չգտնելու առիթով։ Պատճառը հետևանքային կապը հետևյալն է։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր խոսնակի միջոցով Նիկոլ Փաշինյանին կոչել էր ազգակործան պատուհաս։ Ֆեյսբուքյան մեղադրանքներն առ ոչինչ են դառնում, երբ լրահոսում նոր լուր է նշմարվում Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գարեգին երկրորդի 1 ժամ տևած հանդիպման մասին։ Հանդիպման վայրը Հայաստանի առաջին նախագահի կեցավայրն է։ Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ քննարկումները բացի ներկա իրողություններից Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարն են ներառել։ Մուսինյանը նշել է, որ հայտնի մեր ձևերով միջամտել արտահայտությունն անելու իրավունքը գործարարն ուներ, որպես Հայաստանի քաղաքացի։ Իսկ նախագահ Տեր-Պետրոսյանի գնահատմամբ Փաշինյանը պարտության մարմնավորում է եւ նրան պարտություն է սպասվում նաեւ հայոց եկեղեցուն հայտարարված պատերազմում։ Քաղաքագետներն էլ իրենց մեկնությունն են տալիս Հայաստանում առավոտից սկսված իրադարձությունների վերաբերյալ։ Փաշինյան-Էրդողան հանդիպումից օրեր անց Հայաստանի քաղաքական կյանքի զարկերակի ակտիվացումը նրանք հարցերով են պայմանավորում։ Փակ դռների հետևում Փաշինյանի Էրդողանի հետ ինչ թեմաներ է քննարկել, ինչ թեմաների է անդրադարձել եւ արդյոք այդ հանդիպման հետևանքներն են այսօր մեզ լրահոսի գերին դարձրել։ Թեմայի անդրադարձը թուրքագետ Լիլիթ։ Ներեցեք լրագրող Լիլիթ Մուրադյանից։
Ինչու հենց հիմա։ Ստամբուլում ժպտալով Էրդողանի ձեռքը սեղմելուց ու նրա հետ փակ հանդիպումից 5 օր անց հակաեկեղեցական արշավը ստատուսային խոսքային մակարդակից հասավ զինված ուժայինների, դիմակավորված ԱԱԾ-ականների մակարդակի։ Հնարավոր է, որ սա ոչ թե պարզապես եկեղեցականների կուսության հարց է, այլ ավելի մեծ ծրագրի մաս։ Դիվանագետ Դյունիկ Աղաջանյանը վստահաբար ասում է այո ու հիմնավորում։ Եթե հետևածն եք գունավոր հեղափոխությունների սցենարներին, դուք կտեսնեք, որ տվյալ խմբի կոչենք ազգ, պետություն հենասյունային կառույցների հանդեպ, հատկապես եթե դրանք կրոնական բովանդակություն ունեն, մեծ արշավ է սկսվում եւ դրա նպատակը դիմադրողականության առանցքային հենասյունները ոչնչացնելն է։ Հասկանանք, որ սա ոչ թե ինչ որ մեկ անձի տվյալ պահի քմահաճույք է, որը փորձ է արվում այդպես ներկայացվել, դրա հանրային տրամադրությունների մեջ ինչ որ նման տպավորություն ստեղծել եւ ոչ էլ անձնավորված խնդիրներով մոտեցումներ է, այլ ունի հստակ նպատակ։ Փաստին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են հասել, որ Էրդողանն ու Ալիևը Փաշինյանին հասկացրել են, վստահ չեն, թե նա քաղաքական ապագա ունի եւ հաջորդ տարվա ընտրություններից հետո կարողանալու է մնալ իշխանության։ Փաշինյանից երաշխիքներ են պահանջել, որ ինքն ի վիճակի է վերընտրվել մնալ իշխանության։ Հակառակ դեպքում որևէ փաստաթուղթ ստորագրելը կարող է անիմաստ լինել։ Ըստ լրատվամիջոցի հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Թուրքիա կատարած այցի օրը Էրդողանին հանդիպելուց առաջ իրավապահները ցուցադրական բերման ենթարկեցին ընդդիմադիրների, այդ թվում սրբազան պայքարի ներկայացուցիչների, որպեսզի Փաշինյանը Էրդողանին ցույց տա, ինքը տիրապետում է իրավիճակին։ Նման դրսևորումներ եղել են բազմաթիվ երկրներում, վերցրեք Արևելյան Եվրոպան սառը պատերազմի տարիներին, նույն մոտեցումները կային Չեխոսլովակիայի, նախկին Չեխոսլովակիայի, Արևելյան Գերմանիայի, Լեհաստանում, ինչպես էին կոմունիստական իշխանությունները ճնշում կաթոլիկ եկեղեցին կամ այլ կրոնական ինստիտուտները այդ երկրներում։ Նույնը եղել է Կուբայում եւ շարունակվում է։ Պետք է մենք հստակ գնահատականներ տանք եւ հայաստանցին, հայ ժողովուրդը պետք է իրականում հասկանա թե ինչ է կատարվում եկեղեցում եւ այն մարդիկ, ես ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ես շատ մեծ ցավով եմ արձանագրում այս ամենը, բայց իրականությունը այն է, ինչ կա։ Հայաստանում տեղի ունեցողը որոշ մասնագետներ նմանեցնում են 2016-ին Թուրքիայում տեղի ունեցածին։ Զինվորականների մի խումբ փորձեց հեղաշրջում իրականացնել եւ իշխանությունն այդ օրը որոշեց, որ Ֆեթուլա Գյուլենը նախկինում հարգված հոգեվոր ուսուցիչ, իսլամի խորհրդանիշ, այժմ պետականության թշնամի է։ Էրդողանը սկսեց մաքրման գործողությունը, տասնյակ հազարավոր ուսուցիչներ, դատավորներ, լրագրողներ ու զինվորականներ հեռացվեցին աշխատանքից, բանտարկվեցին, որովհետեւ իշխանությունը հասկացավ, որ Գյուլենի ազդեցությունը շատ ավելի խորն էր, քան թվերն են ասում։ Դա մշակույթ էր հիմնված հավատքի ու կրթության վրա, իսկ դա իշխանությանը դուրս չէր գալիս։ Ու հիմա Թուրքիան վերաձևում է իր ազդեցությունը տարածաշրջանում, մի ձեռքով խաղաղության դրոշ բարձրացնում, մյուսով զենքը, խոսելով ուժի լեզվով։ Իսկ եթե այդ խաղաղությունը պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի իր հոգևոր ինստիտուտից, այն կառույցից, որ իր ինքնությունը կերտել է հարյուրամյակներով, արդյոք այդ խաղաղությունը իրական է։ Լիլիթ Մուրադյան, Free Open Media։ Իսկ Փաշինյանի եկեղեցական թեմաներով գրառումների արձագանքները շարունակում են արդիական մնալ։ Այս անգամ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանն է իր խոսքն ուղղել հանրությանը։ Մեջբերում եմ նրա գրառումը։ Սափրված աղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից, հիվանդ երևակայությունն անընդհատ սավառնում է նույն առանցքի շուրջ։ Իրեն թվում է հիմարությունները բազմիցս կրկնվելով կդառնան իմաստություն, իսկ բամբասանքները ճշմարտություն։ Ոչ ոք իզորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտարակ լինելու քա սահմանադրական իրավունքը։ Շարունակիր դիմակայել համազգային մարդահրավերներին, կրքոտ ու խանդավառ հայհոյախոսությամբ, դա քո սնունդն է, մեջբերման ավարտը։ Ռուսաստանից էլ հավաստում են, որ Հայաստանում տիրող իրավիճակին քաջածանոթ են։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կապի մեջ են իրենց հայ գործընկերների հետ, այդ թվում Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նա նշել է, որ Սամվել Կարապետյանի հետ զարգացած եւ բազմակողմանի հարաբերություններ ունեն եւ հաշվի առնելով նրա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելը, շփումները տրամաբանական են։ Կրեմլի ներկայացուցիչը Հայաստանում պետական հեղաշրջման մասին ասել է, որ սա երկրի ներքին հարցն է, հավելելով, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի կայունությամբ, բարգավաճությամբ, Ռուսաստանի բարեկամը լինելով։
Թրամփը երեկ շարունակում էր Իրանին եւ Իսրայելին զգոնության կոչեր ուղղել, հայտարարել, որ իր համար մեծ պատիվ է խաղաղության գործընթացում իր ներդրումն ունենալ, հասցրեց նաեւ բողոքել Միացյալ Նահանգների հարվածների մասին կեղծ լուրերի տարածումից, դժգոհել Իրանից ու առավել շատ Իսրայելից, դե գրառումները շատ են, գիտեք։ Իրանն էլ հավանաբար ստացած վնասների հաշվարկից հետո սկսեց քայլեր ձեռնարկել։ Իրանի խորհրդարանը քվեարկել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու օգտին, հաղորդում է Press TV-ն։ Մենք պահանջում ենք, որ Վաշինգտոնը փոխհատուցի Իրանի միջուկային ենթակառուցվածքների ավերման համար եւ Իրանը պաշտոնական բողոքներ կներկայացնի ՄԱԿ, հայտարարել է արտաքին գերատեսչության փոխնախարարը։ Հայաստանում ենթադրյալ հեղաշրջում, իսկ մերձավոր արևելքում թվացյալ հրադադար Լիլիթ Մուրադյանի լսենք։ Իրանը պատրաստ է պահպանել Իսրայելի հետ հրադադարը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Հակամարտող երկրների առաջնորդները հայտարարություններ են տարածել։ Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին եւ սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար։ Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին, ոչնչացնել Իրանում գտնվող օբյեկտները, խափանել միջուկային հետազոտությունները, սոցիալական անկարգություններ առաջացնել հանրապետությունում։ Իսրայելի վարչապետը խոսել է Իրանի դեմ պատերազմում տարած պատմական հաղթանակի մասին։ Մենք հասանք պատմական հաղթանակի, որը սերունդները կհիշեն։ Մենք չեզոքացրինք երկու անմիջական գոյաբանական սպառնալիք, միջուկային ռումբերով ոչնչացման սպառնալիքն ու 20,000 բալիստիկ հրթիռների վտանգը։ Նեթանյահուն ասել է, որ եթե ինչ-որ մեկը փորձի վերակենդանացնել միջուկային զենք ունենալու ծրագիրը, իրենք կգործեն նույն վճռականությամբ։ Իրանը միջուկային զենք չի ունենալու, եզրափակել է նա։ Միացյալ Նահանգների հետախուզության նախնական գնահատականով ամերիկյան հարվածներից հետո Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, այդ թվում ցենտրիֆուգները, հնարավոր է վերագործարկվեն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, իսկ հարստացված ուրանի հիմնական մասը նախօրոք էր տեղափոխվել։ Ժամեր առաջ էլ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանում ոչ ոք չի հրաժարվի միջուկային թափանցիկ ծրագրից, որը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։ Իրանի արտգործնախարարը բացառիկ հարցազրույց է տվել Ալ-Արաբիա Ալ-Ջադիդ պարբերականին եւ անվստահություն հայտնել առայն, թե Իսրայելը երկար ժամանակ հավատարիմ կմնա հրադադարի մասին պայմանավորվածություններին։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է պարզել արդյոք ագրեսոր կողմն իրականում ունակ է պահպանել հրադադարը, թե ինչպես նախկինում Իսրայելի ներքին մրցակցությունը նորից կհանգեցնի նրան, որ հրադադարը պարզապես կօգտագործվի ներքին ճգնաժամերը կարգավորելու համար։ Մենք ընդունեցինք հրադադարը, պահպանելու բարոյական գերակայությունը եւ այն վերածելու նոր քաղաքականության հիմքի, հիմնված իսլամական եւ տարածաշրջանային արժեքների վրա։ Իսլամական երկրների եւ տարածաշրջանի ժողովուրդների աջակցությունն ամրապնդեց մեր քայլը եւ ավելի մեկուսացրեց Իսրայելին։ Իրանի քաղաքական շրջանակներում հնչող դժգոհություններին, թե Մոսկվան բավարար չափով չաջակցեց Թեհրանին, արձագանքել է Կրեմլը։ Ռուսաստանի նախագահի մամլոխոսնակ Պեսկովն ասել է. Այժմ շատ են նրանք, ովքեր ցանկանում են կրակին յուղ լցնել, որպեսզի փչացնեն Մոսկվայի եւ Թեհրանի միջև գործընկերային հարաբերությունները։ Ռուսաստանն իսկապես աջակցել է Իրանին իր հստակ դիրքորոշմամբ։ Մենք մտադիր ենք հետագայում եւս զարգացնել մեր հարաբերությունները Իրանի հետ։ Իրանական Ուրմիա քաղաքում մահապատժի են ենթարկվել Իսրայելի հետախուզական ծառայության Մոսադի 3 գործակալներ, հաղորդում է իրանական Press TV-ն։ Նրանք մաքսանենգ ճանապարհով երկիր էին տեղափոխում սպանությունների համար նախատեսված սարքավորումներ, գրում է իրանական լրատվամիջոցը։ Ինչպես արդեն պատմել ենք, Իրանի վրա Իսրայելի հարձակումների առաջին իսկ օրերից տեղական լրատվամիջոցները սկսեցին հաղորդել իսրայելական հետախուզության հետ կապված անձանց ձերբակալության մասին։ Նախորդ օրերին Իրանում կախաղան էին հանվել Մոսադի գործակալ լինելու մեղադրանքով եւս մի քանի դատապարտյալ։ Times of Israel-ը հաղորդում է, որ 3-7 իսրայելցի զինվորներ են զոհվել Գազայի հարավային հատվածում տեղի ունեցած մարտերի ժամանակ, երբ նրանց զրահամեքենան պայթեցվել է։ Իսրայելի պաշտպանության բանակի նախաքննության տվյալով մի պաղեստինցի ռումբ է տեղադրել Պումա զրահամեքենայում, որով զինվորներն անցնում էին Խան Յունիսի միջով։ Պայթյունի հետևանքով մեքենան բռնկվել է, կրակը մարելու փորձերն անհաջող են եղել։ Բոլոր զինվորները, որոնք գտնվել են մեքենայի մեջ, զոհվել են։ Հաագայում հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ ՆԱՏՕ-ի առանցքային պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրները։ Էրդողանը ողջունել է Իսրայելի ու Իրանի միջև հրադադարի համաձայնությունը, որը հնարավոր է դարձել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ջանքերով։ ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահները քննարկել են նաեւ Գազայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ Հաագաժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպացի գործընկերներին կոչ է արել ընդլայնել ներդրումները Ուկրաինայի պաշտպանական հատվածում։ Նա հայտարարել է, որ պատերազմից ավերված մի երկրի պաշտպանական հատվածը կարող է շատ ավելին արտադրել, սակայն ֆինանսավորում է պետք։ Մեր պաշտպանական արտադրության ներուժը գերազանցում է 35 միլիարդ դոլար, ասել է Զելենսկին, բայց ըստ նրա ռազմաարդյունաբերության ներուժի 40%-ը չունի պատշաճ ֆինանսավորում։ Հյուսիսատլանտյան ռազմական ներուժի զարգացման նախագիծը ներառում է 150 միլիարդ եվրոյի վարկային ծրագիր համատեղ գնումներին նպաստելու համար, որը բաց է նաև Ուկրաինայի համար։ Վլադիմիր Զելենսկին ողջունել է այս նախաձեռնությունը։ Կարևոր է հիշել, որ Ուկրաինան հավասար գործընկեր է այս ծրագրում, ինչը նշանակում է, որ անվտանգության ապահովումը մեր ընդհանուր գործն է, ասել է նա։ Հրահոսի հաջորդ կանգառը Ադրբեջանն է, որը հայտնվել է Եվրամիության ուշադրության կենտրոնում։ Զարմանալի կլիներ, եթե դրական առումով ուշադրություն գրաված լիներ։ Աբզաս մեդիայի լրագրողների եւ աշխատակիցների հանդեպ ընդունած խիստ դատավճիռները մտահոգիչ են, նշված է Եվրամիության դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ։ Ադրբեջանին հենց Եվրամիությունից են կոչ անում հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարել միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները եւ անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատողների համար անվտանգ ու նպաստավոր միջավայր ապահովելու համար։ Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, թե Ադրբեջանի դատարանը դատապարտել է Ալիևների ընտանիքի բիզնեսը հետաքննած լրագրողներին, իսկ Աբզաս մեդիան հայտնի է պաշտոնյաների շրջանակում կոռուպցիայի վերաբերյալ իր հետաքննություններով։ Եվ ամփոփում ենք. Վենետիկը պատրաստվում է ամերիկացի գործարար մոլորակի ամենահարուստ մարդկանցից Ջեֆ Բեզոսի եւ հեռուստահաղորդավար Լորենս Սանչեսի հարսանիքին։ Անվտանգության նկատառումներով եւ տեղի բնակիչների բողոքների պատճառով հարսնացուն եւ փեսացուն ստիպված էին շտաբ փոխել տոնակատարության ծրագիրն ու վայրը։ Բեզոսը եւ Սանչեսը նախատեսում էին իրենց փոխադարձ երթումները եւ ճակատագրական այոն արտասանել Սկուլեո Գրանդե դե լա Միզերիկորդիայում, աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկի Վենետիկի պատմական շենքում։ Սակայն նրանք ստիպված էին վերանայել ժամանակացույցը եւ փոխել իրենց դարի հարսանիքի անցկացման վայրը, որը գաղտնի է պահվում։ Տոնակատարությունները սկսվել են այսօր, հունիսի 25-ին եւ կտևեն մինչեւ կիրակի հունիսի 29-ը։ Ծախսերը կկազմեն մոտ 15 միլիոն եվրո։ Հյուրերի թվում են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Թրամփի դուստր Իվանկան, Քիմ Քարդաշյանը, Օրլանդո Բլումը, Օփրա Ուինֆրին, Էլթոն Ջոնը, Միք Ջագերը եւ ուրիշներ։ Ռենյուզ լրատվականի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, հետևեք բազմալեզու լրատվության մեր սոցիալական հարթակներում ժամը 21-ի թողարկումից հետո։ Ես Սոնա Թումանյանն եմ, մինչ նոր հանդիպում։